Նո իրականում որպես մարդ միշտ փափագ ունենք, ցանկություն ունենք, ուզում ենք, որ խաղաղություն լինի, ուզում ենք, որ պատերազմներ ու կռիվներ չլինեն, բայց այնուամենայնիվ հստակ Տերը տվել է ու ասել է, որ պատերազմներ լինելու են ու գնալով աշխարհը ել ավելի չարանալու։ Այս ամենը շատ հստակ ցույց է տալիս, որ երկրից վրա առանց Տիրոջ անհնարին է, որ խաղաղություն լինի։ Ինչքան էլ որ կազմակերպությունները խոսեն, նոր ինչ-որ կազմակերպություններ հիմնվեն միջազգային, տարբեր դասընթացներ անցկացնեն, բարոյախրատական ինչ-որ թեմաներով, բաներով, մարդու մեղավոր էությունը դրանով երբեք չի փոխվելու։ Եվ մեղքի հարցը երբեք նման իրավիճակներում չի լուծվելու։ Խաղաղություն կգա այն ժամանակ, երբ որ Տեր Հիսուս իր վերջնական թագավորությունը կհայտարարի։ Եվ խաղաղություն ենք ունենում մենք, երբ որ մենք հանդիպում ենք ունենում Տեր Հիսուսի հետ։ Խաղաղություն ենք ունենում Աստծո հետ, եւ այդ խաղաղությունը նաեւ հնարավորություն է տալիս մեզ խաղաղություն ունենալու մեկս մյուսի հետ։ Ուստի եթե իրապես ուզում ենք խաղաղություն լինի, պետք է աղոթենք, որպեսզի դարձ ու ապաշխարություն լինի։ Պետք է աղոթենք, որպեսզի Աստված այցելություն անի, որովհետեւ հասկանանք մի բան, այս պատերազմը, որ ավարտվեց, մեկ ուրիշ է նոր պատերազմ է սկսվելու, մեկ ուրիշ է նորն է սկսվելու եւ մեծ հաշվով սա մինչեւ կյանքի վերջ այս ամեն ինչը ընթանալու է։ Պատերազմները նոր բան չեն։ Հենց այնպես չի, որ կարող ենք նույնիսկ պատմության գրքերից նայում ենք առաջի համաշխարհային պատերազմը, երկրորդ համաշխարհային պատերազմը, որը որ քիչ դաժան չէր։ Եվ դրա համար որպես քրիստոնյաներ, այո, նորից ասում եմ, մեր փափագը մարդկայնորեն մեր ցանկությունը որպեսի խաղաղություն լինի։ Բայց երբ որ տեսնում ես, թե Տերը ինչպես է այս մարդկային մեղքը, չարությունը օգտագործում իր փառքի համար, որպեսի մարդիկ Աստծուն ճանաչեն։ Գիտեք, շատ հարցերում ուղղակի ասում ես, Տեր, իրապես քո գործերը անքննելի են եւ միշտ էլ բարի են։ Այն ամեն ինչ որ Տերն անում է, որ նույնիսկ մեզ համար անհասկանալի է, Աստված իր փառքի համար անում եւ այն որ Տիրոջ հետ է քայլում, դա տեսնելու է։ Այսօր պետք է շարունակենք Եբրայեցիս նամակի մեր սերտողությունը քարոզաշարքը եւ հետաքրքիր մի բան Արմեն եղբայրս ասաց, ընդհանրապես երբ որ կարդում ենք Աստվածաշունչը, Աստվածաշնչի մեջ կնկատեք մի բան, որ շատ դեպքերում օգտագործվում էին այնպիսի մի օրինակներ, այնպիսի մի իրավիճակներ, որոնք որ հնարավորություն կընձեռնեն զուգահեռներ քաշելու եւ տվյալ նյութը շատ ավելի լավ հասկանալու։ Դրա համար էր որ շատ դեպքերում Հիսուս խոսում էր առակների միջոցով, որպեսզի նրանք, ովքեր որ օրինակի համար գյուղատնտեսության շրջանակում են, իրենց համար պարզ բան էր, անդադ այդ նույն բանը տեսնում են, որպեսզի իրենց համար հասկանալի լիներ։ Եվ նման մեթոդը մենք ոչ թե տեսնում ենք միայն 5 կտականում, այլ նաև տեսնում ենք, որ նոր կտակարանի հեղինակները նույնպես նման կերպով նման օրինակներ էին բերում մարդկանց կյանքից, որպեսզի այն նյութը, ինչի մասին որ խոսելու էին, հասկանալի լիներ։ Այսօր խոսելու ենք քրիստոնեական մրցավազքի մասին, կամ այն օրինակի ինչ որ տեսնում ենք Եբրայեցիս նամակի հեղինակը որ տալիս է։ Գիտեք, այն ժամանակահատվածը որտեղ որ գրվել է, բավականին գերակշռում էր հունական մշակույթը, եւ հույների համար շատ կարեւոր էր ընդհանրապես սպորտը։ Այն որ մենք ունենք օլիմպիական խաղեր, ասեմ որ նույնիսկ իրանցից է գալիս, այսինքն դարերի վեր այս սպորտը եկել եւ հասել է մինչեւ մեր օրեր։ Եվ այն ժամանակ նույնպես ընդհանրապես խաղերը բավականին տարածված էր եւ ժողովուրդը սիրում էր խաղերը, ժողովուրդը սիրում էր գալ տեսնելու այն մարզիկներին եւ այդ սպորտային խաղերի մեջ բավականին տարածված էր վազքը կարճ տարածություններում եւ երկար տարածություններում։ Ասեմ որ նույնիսկ այս վազքի մասին կան գրառումներ մեր թվարկությունից առաջ, այսինքն մինչեւ Քրիստոսի ծնունդը արդեն իսկ կային մարզիկներ, որոնք որ պարապում էին, մարզվում էին, որպեսզի հասնեին հաղթանակի։
Եվ այստեղ կարդալու ենք այդ օրինակը։ Այս օրինակի միջոցով հեղինակը փորձում է մեզ տա նկարագրությունը, թե մենք որպես քրիստոնյաներ մեր հավատքի կյանքում կարիք ունենք ինչ անելու, վազելու, կարիք ունենք վազելու դեպի հաղթանակը։ Եւ դրա համար տեսնելու ենք 3 գործնական քայլեր, որոնք որ մեզ այդ ընթացքում օգնելու են։ Եկեք ընթերցենք Եբրայեցիս 12-րդ գլուխ, կընթերցենք 1-ից 3 համարները։ Եբրայեցիս 12 1-ից 3 համարները։ Եթե ունեք ձեզ հետ սուրբ գրքեր, բացեք, միասին կընթերցենք, որպեսզի հետո ել ավելի մանրամասն նայենք։ Եբրայեցիս 12 1-ից 3 համարները։ Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն եւ մեղք, որ մեզ հեշտությամբ է պաշարում, եւ համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզը։ Նայենք հավատի զորագլխին եւ այն կատարողին Հիսուսին, որն իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ եւ ամոթը արհամարելով Աստծո արթորի աջ կողմում նստեց։ Ուրեմն նրա մասին մտածեք, ով մեղավորների կողմից իր դեմ այսպիսի հակառակություն կրեց, որպեսզի դուք չհոգնեք եւ չհուսահատվեք։ Ամեն։ Աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս, որտեվ դու բարի Աստված ես, Տեր, ողորմած ես, գթած ես, սիրող ես եւ մեր ամեն օրվա օրը վկայում է դրա մասին, Տեր։ Որովհետև որևիցե մեկս արժանիք չունեինք ապրելու, որևիցե մեկս արժանիք չունեինք քո առաջ կանգնելու, քեզ փառաբանելու, քեզ մեծարելու, քեզ աղոթք բարձրացնելու, Տեր, բայց դու ողորմած գտնվելով քո որդուն ուղարկեցիր, որի միջոցով հիմա հնարավորություն ունենք քո ներկայության մեջ քեզ փառաբանել, քեզ մեծարել, Տեր Աստված, հնարավորություն ունենք քեզ Աբբա Հայր կոչելու, Տեր։ Եվ այս առանձնաշնորհությամբ եկել ենք քո առաջ եւ խնդրում ենք, որ օգնես, որ այն խոսքը, ինչ որ առնելու ենք, քեզանից առնենք եւ գործածենք մեր կյանքերում, որպեսզի արթնանանք եւ պտղատու կյանք ապրենք։ Ոչ թե քնած քրիստոնյաներ լինենք, Տեր Աստված, այլ լինենք մարդիկ, ում ոտքերը վազում են քո գործը կատարելու, Տեր։ Օրհնի այս պահը եւ դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Գիշեք 11-րդ գլուխը, երբ որ քարոզում ենք ինչի մասին էր։ Երկար ժամանակ սենց խոսում էինք ու մի հատ բառել անընդհատ կրկնում էինք։ Հավատքի մասին էինք, չէ՞ խոսում։ Հավատքի մասին էինք խոսում եւ տեսանք հավատքեն շատ օրինակներին 5 տակարանից, որոնք որ հեղինակը բերում էր ի քաջալերություն նրա, որ այս բոլոր մարդիկ սովորական པարզ մարդիկ լինելով, երբ որ հավատք ունեին, հավատքի միջոցով այնպիսի բաներ արեցին, որ մարդկային տրամաբանությունից վեր է դուրս է։ Հիմա ուշադրություն դարձեք առաջի համարին ու սա մեկը մյուսի հետ փոխկապակցված է, ուզում եմ տեսնեք դուք այդ պատկերը։ Ասում եմ, ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ։ Հիմա ասում եմ, այս բոլոր ինչ որ ասել եմ, իրանք կարծես վկաներ են եւ մեզ շրջապատել են։ Դա գիտեք ինչ պատկերն է ցույց տալիս մեծ մարզադաշտի ստադիոնի, որ կարծես այս բոլորը եկել են նստել են, սպասում են ու նայում են հիմա ձեզ, նայում են հավատքի կանչված քրիստոնյաներին, որոնք որ կարծես այդ ստարտին կանգնած ինչ են անում, հիմա պետք է այդ ազդանշանը լինի ու պետք է վազեն։ Այդ պատկերն է ուզում մեր առաջ հեղինակը բերի, որպեսզի մեզ համար շատ ավելի շոշափելի լինի։ Տեսեք, սա չի նշանակում, որ չգիտեմ, երկնքից բոլոր այս մարդիկ հիմա սենց նստած մեզ են հետևում։ Սրա մասին չի խոսքը գնում։ Իրանք վկաներ են, որոնք որ Աստծո առաջ հիմա կանգնած են, եւ այդ վկայությունը Աստծո խոսքի միջոցով մեզ վկայվել է։ Եվ հիմա իրանք կարծես ինչ են արել, այդ էստաֆետան ինչ են անում, փոխանցում են մեզ, իրանք այդ վազել են, այդ ընթացքը անցել են, հիմա էլ ասում են ինչ արեք, ուզում են որ դուք էլ այդ նույն ձևով վազեք, ուզում են որ դուք էլ այդ նույն կերպով ընթանաք։ Եվ դրա համար ստեղ 3 խորհուրդ է տալի, որի միջոցով որ ասում է կարողանալու եք այդ մրցավազքը ճիշտ ձևով ընթանալու, գնալու։ Ընդհանրապես, երբ որ տեսնում ենք մարզիկներին, մարզիկը պատրաստված է, չէ՞ գալիս, այնպես չի որ, չգիտեմ, քնից քնած էր, բան ու գործ չուներ, մեկը վերցեցին, միանգամից տարան դրեցին, ասցին վազի, չէ՞։ Մարդը դրա համար պատրաստվում է,
պատրաստվում է եւ գալիս է, եւ այդ պատրաստությունը նաեւ մենք պետք է ունենանք։ Եթե մենք այդ հավատքի մեջ, հոգեվոր կյանքի մեջ մտել ենք, արդեն այդ մրցավազքի մեջ ենք։ Ստեղ խոսք ուղղում է ընդհանրական բոլորին, նրանց, ովքեր որ դեռևս այդ մրցավազքի մեջ չեն, կասկածում են, չգիտեն, երերանի մեջ են, մտածում են մնան, չմնան, ինչ անեն, ինչի որտեվ խնդիր կար։ Հուդականությունը թողել են, հրեականությունը թողել են, հիմա անցել են, լսում են Քրիստոսի մասին, լսում են Մեսիայի մասին, ու խնդիրներ է գալիս։ Հալածան կա իրանց հարազատների կողմից, որտեվ հարազատ կրոնը թողել են։ Հալածան կա ընդհանուր հասարակության կողմից, որովհետև իրանք որպես հասարակություն էին ապրում, ասեմ, որ ժամանակին Հայաստանն էր բավականին շատ ու հիմա էլ կա այդ հասարակության մեծ ազդեցությունը, բայց առաջ շատ ավելի մեծ էր։ Վստահ եմ, Կտորմը երկինք այդ ֆիլմը տեսել եք։ Ինչքան որ այդ համայնքը մեծ ազդեցություն ուներ, ու այն ինչ որ կատարվում էր, համայնքը պետքա այդ ամեն ինչին համաձայն լիներ։ Եթե համայնքը համաձայն չէր լինում, բավականին ծանր էր այդ մարդկանց համար լինում։ Հիմա շարություն դարձեք հрьяաները ընդունելով Քրիստոսին, ընդունելով քրիստոնեությունը, դառնում են իրենց համայնքի համար դավաճաններ։ Նրանք, ովքեր որ կարծես պապայրի այն պապական հավատքը թողել են։ Այնից տեղ ինչ ասում հեղինակը, ասում է չէ, այն մեր հայրերը նույնպես էս նույն հավատք ունեն, եւ մենք էլ կանչված ենք այդ նույն հավատքի մեջ առաջ գնալու, շարժվելու։ Դրա համար հիմա իրենց կոչ անում, ասում է, եթե դեռևս Քրիստոսին չեք ճանաչում, դեռևս այդ հավատքը չունեք, մտեք այդ վասքի մեջ, մտեք այն վասքի մեջ, որի վկաների մասին արդեն ձեզ բոլորիդ պատմել եմ։ Իսկ եթե արդեն հավատքի մեջ եք, արդեն այդ ընթացքի մեջ եք, գուցե նստել եք, գուցե քայլում եք, գուցե դանդաղ եք ինչ որ բան, գուցե ինչ որ բանից հոգնել եք, ինչ կարիք ունենք, նորից թափ տալու մեզ, որպեսի վազենք։ Ու ստեղ կտեսնենք այս 3 խորհուրդները։ Ուզում եմ եւս մեկ անգամ առաջի համարը կարդանք։ Ուստի մենք էլ որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, ինչ պետք է անենք, դեն գցենք ամեն ծանրություն եւ մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում։ Գիտեք, այդ դեն գցելը բառացի նշանակում է ուղղակի քո մոտից ինչ որ մի բան հեռու ես գցում, դրանից հեռու ես մնում։ Մի բան, որը որ քո մոտ էր, քո վրա էր, ուղղակի կողքի ենք դնում, որպեսի վազենք։ Վազորդի համար, մեր մարզիկի համար, ի՞նչն է ամենակարևոր բանը։ Գիտեք, ընդհանրապես, երբ որ վազում են, չէ՞, նույնիսկ այդ բառի մեջ է կա, չէ՞, ասում են թեթև ատլետիկա։ Ինչի որտեվ մաքսիմում մարզիկ ինչ պետք է անի, թեթև պետք է լինի։ Այսինքն, եթե իր վրա ավելորդ ինչ որ վեշեր դնենք, ուսապարկը դնենք, գրպանի մեջ հեռախոսը լինի, չգիտեմ, բանալիները տան լինեն, այս ամեն ինչը ինչ անելու, վնասելու է այս մարդուն։ Վնասելու, դրա համար ինքը կարիք ունի ամեն ավելորդություն ինչ անի, մի կողմ դնի։ Դրա համար առաջի կետը սա որ մենք պետք է ձերբազատվենք բոլոր խոչընդոտներից, որոնք որ մեր կյանքում կարան լինեն։ Այդ խոչընդոտները հեղինակը բաժանում է 2 հատվածի։ Մեկը ներկայացնում է որպես բեռ, եւ երկրորդը ներկայացնում է որպես հեշտ կամ շուտ պաշարող մեղք։ Հիմա առաջին ուշադրություն դարձնենք այդ բեռ բառին։ Բեռ հասկացողությունը պարտադիր չի, որ մենք պատկերացնենք բացասական մի բան։ Այսինքն բեռը ինքնին ծանրություն է, ինչ որ մի բան, որը որ մեր վրա ավելորդ քաշ մենք կրում ենք։ Հիմա այդ բեռը կարա նաև լինի օրինակի համար հագուստ, չէ՞։ Հիմա պատկերացեք մարզիկը դուրս է եկել վազելու, տատին մտածելով իր երեխու համար ինչ արել, ասել է դուսը ցուրտ է, բալաջան, արի մի հատ տաք շորեր հագեմ, էս դնենք, էս անենք։ Այդ շորերը ինքնին վատ բաներ են։ Չէ, վատ բաներ չեն։ Հիմա այդ ամեն ինչը կարա մեզ ինչ որ շրջանակում օգուտ բերի։ Բայց վազելու համար այդ հագուստը խանգարող հանգամանք է լինելու։ Դրա համար եթե ուշադրություն դարձեք վազողները, վազորդները, ընդամենը մի հատ շորտիկ ունեն ու վերջ, այդ դրանից ենքում ուրիշ ինչ որ բան չեն դնում, ինչի որպեսզի չխանգարի, հնարավորինս թեթև լինեն։ Իրանք ուշադրություն են դարձում իրանց մարմնի կառուցվածքին, որտեվ ամեն մի կիլոգրամը, որ ավելանում է, կարա վտանգի նրան, որ իրանք վերջը նույնիսկ կարողա դուրսել մնան, չկարողանան են մինիմում սահմանները, որ սահմանված է վազորդի համար, դա էլ կարող է չհաղթահարել։ Եվ ասեմ շատ մարզիկներ են եղել, որոնք որ ուղակի չկարողանալով կառավարել իրենց պարզ քաշը,
կտրվել են, կորցրել են այն ամեն ինչ որ ժամանակին ունեցել են։ Հիմա ինչ վերաբերվում է մեզ, ինչ բեռի մասին կարար լիներ Եբրայեցիս նամակի շրջանակներում։ Գիտեք, այս բեռը կարար էս մարդկանց համար լիներ կրոնավորությունը։ Ընդհանրապես, եթե ուշադրություն դարձնենք կարդակ այդ ժամանակահատվածում, կտեսնենք, որ մարդկանց համար օրենքը դարձել էր բեռ։ Ինչի, որովհետև այդ փարիսեցիները, դպիները այնքան էին բարթացրել ամեն ինչը ու սխալ մտածելակերպով փոխանցում էին մարդկանց, ու մարդիկ կարծում էին, որ այս բեռը կրելով, այս օրենքները պահելով, մենք հիմա այսա արդարություն ենք ստանալու, մենք հեսա փրկություն ենք ստանալու։ Եվ այս նույն խնդիրը եբրայեցիներն ունեին։ Այդ խնդիրը կար, որ իրանց առաջ նորից ձգում էր, քաշում էր։ Տաճարը կար, ծիսական արարողությունները կար, մյուս կողմից էլ էս խնդիրն է գալիս, այդ ճնշումը հասարակության, ու այս ամեն ինչա դառնում էս մարդկանց համար, բեռա դառնում։ Բեռա դառնում, այս բեռը խանգարում է, որպեսզի մտնեն այն մրցավազքի մեջ, ինչի մեջ որ Տերն ուզում է, որ մենք լինենք։ Մեր շրջանակում այդ բեռը կարա լինի շատ տարբեր բաներ։ Սկսած կրոնավորությունից, որտեղ մենք էլ կամանց մեր հոգևոր կյանքի մեջ որոշ սովորություններ ենք վերցնում, եւ այդ սովորությունները մեզ համար կարան դառնան կրոնավորություն։ Օրինակի համար քարոզիչի համար քարոզելը կարա դառնա բեռ։ Ինչի, որտեղ երբ որ հոժարությամբ չի անում այն ինչ որ Տերն է կանչում, այլ ստիպված է անում, դե հիմա հովիվ է ինչ անի, պետք է ստիպված քարոզի։ Սա կարա լինի հովի համար բեռ, եւ ինչ անելու այդ նույնիսկ քարոզչությունը վնասելու է իրա ու Աստծո հարաբերության հետ։ Նույնպես եւ ցանկացած ծառայություն, երբ որ մենք չենք անում հոժար կյանքով, այնպես ինչպես որ Տերն է կամենում, այս ամեն ինչը մեր կյանքում կարա դառնա բեռ։ Դրա համար ամեն անգամ աղոթք արեք, որպեսզի Տերը փոխի ձեր սիրտը, որ դուք հասկանաք ինչի մեջ եք կանչված ու վազեք այնա մեջ, ինչի մեջ որ ձեզ Տերը կանչում է։ Այն ծառայությունը այն ամեն բան ինչ որ անում եք, կլինի ֆինանսական, կլինի փառաբանության շրջանակում, ամեն ինչ որ անում եք, փնտրեք է դրա մեջ Աստծո փառքը, որտեվ եթե Աստծո փառքի համար արեցիք, ստե արդեն բեռ չի լինելու, ստեղ ձեր եսի հարցը չի լինելու։ Գիտեք, շատ անգամներ մարդիկ կանգնում են ու ինձ սենց են ասում են, լավ, ասում ենք, այս ծառայությունն անենք, այն ծառայությունն անենք, ուր են բա բոլորը։ Ինչի օրինակ այս մեկը չի եկել, կամ այն մեկը չի եկել, կամ այս մյուսը չի եկել։ Հասկանում եք, ստացվում է, որ կարծես ինքը ինչ որ մարդկանց համար անում, կամ ինչ որ մեկի համար անում։ Այս դեպքում այդ մարդկանց համար այդ ծառայությունը ի՞նչ է դառնալու։ Բեռա դառնալու, սիրելիներ։ Այս ամեն ինչը պիտի մի կողմ դնենք ուղակի, որտեղ սրա մեջ չի մեզ Տերը կանչում։ Մատթեոսի ավետարանում Հիսուս Քրիստոս հետևյալ խոսքերն ասում եւ վստահ եմ այս խոսքերը բավականին քաջ ծանոթ են ձեզ։ Մատթեոս 11-րդ գլուխ 28-ից 30 համարներն եմ ուզում կարդամ։ Մատթեոս 11 28-ից 30 Հիսուսն է ասում հետևյալ խոսքերը. Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ։ Ինչից էին հոգնել մարդիկ։ Այդ օրենքներից, այդ բեռից, որը որ ճկռացնում էր իրենց։ Դրա համար Հիսուսն ասում է փարիսեցիներին, ոչ դուք եք մտնում Աստծո արքայություն, ոչ ուրիշներին եք թողնում։ Ինչի որտեվ այս ամեն ինչը դարձրել եք ծանրություն ժողովրդի համար։ Ծռել եք, հավատքը թողել եք մի կողմ, փորձում եք ինչ որ գործերով արդարանալ, փրկվել։ Այսօր շատ քրիստոնյաներ թողելով Քրիստոսին, փորձում են գործերով արդարանան։ Փորձում են գործերով փրկվեն։ Կարծում են, որ ինչ որ մի բան արեցին, Աստծո մոտ ինչ որ բան ավելացավ։ Կարծես Տերը մեր արարքների կամ մեր գործերի ինչ որ կարիք ունի, Աստված մեր կարիքը չունի, սիրելիներ։ Ոգի երբ որ արդեն փրկվում մենք ուզում ենք Տիրոջը պիտանի զավակներ լինենք։ Որտեվ հասկանում ենք, որ Տերը մեզ դրա մեջ է կանչել։ Փրկությունը գործերով չի, ծառայություններով չի, մոմ վառելով չի, աղոթքներով չի, նույնիսկ Սուրբ Գիրք կարդալով չի, Կիրակի օրը պաշտամունքին մասնակցելով չի։ Հավատքով առ Հիսուս Քրիստոս։ Դրա համար ասում է շնորհքով եք փրկված։ Դրա համար ստեղ Հիսուս իր ժողովրդին կանչում ասում է եկեք բոլոր հոգնած ու բեռնավորվածներ։ Այն որ sense ճկռած ապրում եք, ինչ արեք։ Եվ ես հանգիստ կտամ ձեզ։ Դրանից հետո երբ որ այդ հանգստությունն ասում է այդ ամեն ինչը ես մի կողմ կդնեմ։ Ինչ է ասում։ Ասում է իմ լուծը ձեր վրա վերցրեք ու ինձանից սովորեք, որտեվ ես հեզ եմ ու սրտով խոնար եւ ձեր հոգիներին
Հանգստություն կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը ինչ է, թեթև է։ Երբ որ դու ես ամեն ինչ ուղակի մի կողմ ես դնում ու հանձնում ես Հիսուսին, վերցում ես այն ինչ որ Տերն է ասում, այն լուծը, մի ուրիշ տեղ ասում է խաչը վերցեք, չէ, ու հետևեք ինձ։ Այդ ասում ձեր անձ ուղակի ուրացեք ու հետևեք ինձ եւ ես ձեզ հանգստություն եմ տալու։ Այս մրցավազքը, այս քրիստոնեական կյանքը միայնակ առանց Քրիստոսի չեք կարող ապրել։ Միայնակ չեք կարող վազեք, որտեվ եթե առանց Քրիստոսի եք վազելու, պատկերացեք ձեր վրա ինչքան ծանրություն կա վերցրել եք ու փորձում եք նման ձեով հաղթանակ ունենալ, չեք հաղթելու, չեք հասնելու այն տեղին, ինչի մեջ որ Տերը կանչում է։ Ուղղակի չեք հասնելու տեղ, սիրելիներ։ Մի փորձեք հոգևոր կյանքը առանց Քրիստոսի ապրելու։ Մի փորձեք ձեր խնդիրները, ձեր դժվարությունները մենակով ինքնուրույն հարցերին լուծում գտնել։ Մի փորձեք հոգևոր կյանքը առանց Քրիստոսի ապրելու, առանց հավատքի, որտեվ Տիրոջ մեջ է հանգստությունը։ Հակառակ դեպքում այս ամեն ինչը լինելու է բեռ, ամեն ինչը լինելու է ուղղակի պարտավորություն, որը որ Աստծուն հաճելի չէ։ Դե համար թե գաղատացիները, թե նույն եբրայցիները, շատերը ձգտում էին, նորից ուզում էին օրենքի տակ մտնեին։ Ինչու որտեվ կարծես այդ ազատության մեջ չգիտեին ինչ անեն։ Դա համար Հիսուս ինչ է ասում։ Ասում է իմ լուծը վերցեք, այդ ազատությունը նրա համար է, որպեսզի հետևեք ինձ։ Ձեր վրա վերցեք այն լուծը, ինչ որ ես եմ տալու, որտեվ իմ լուծը քաղցր է ու իմ լուծը թեթև է։ Դրանով ձեր հոգիներին հանգստություն եք գտնելու։ Երկրորդ բառը, որ ասում է մի կողմ պետք է գցենք, դա ծանրությունից հետո ասում է ինչն է, մեղքը, որ մեզ հեշտությամբ պաշարում է։ Գիտեք, ընդհանրապես, երբ որ ասում ենք մեղքը, որ հեշտությամբ պաշարում է, այդ պաշարել, այսինքն գրկում է կամ նորից շատ արագ բռնում է մեզ։ Մեր կյանքում, այո, դարձից ապաշխարությունից հետո դեռևս մեղքեր կան, որոնք որ մեր կյանքում առկա են։ Դեռևս մեղավոր մարմնի մեջ ենք ապրում, մեղավոր շրջապատում ենք ապրում, եւ եթե չպայքարենք մեղքի դեմ, լուրջ նույնիսկ խնդիրների առաջ են կանգնելու։ Շարունակության մեջ առաջ Աստված 12-րդ գլխում նույնիսկ քաջալերում ասում է արյունի չափ, այսինքն կռիվ տվեք մեղքի դեմ, պայքարեք դրա դեմ։ Չես կարա նորից հաղթանակած լինես, վազես Տիրոջ մեջ։ Եթե դեռևս քո կյանքում մեղքեր կան, որոնք որ շատ հեշտությամբ քեզ պաշարում են, շատ հեշտությամբ քեզ գրավում են, մենք պետք է ձգտենք սրբության, այն սրբության, ինչի մեջ որ մեզ Տերը կանչեց։ Այս նույն տերմինը օգտագործում է նույնպես Պետրոսը, առաջի Պետրոս 2-րդ գլուխ 1-2 համարներում։ Հետևյալ խոսքն ասում է արդ դեն գցելով ամեն չարությունը դեն գցելը, այդ նույն բառն է, մի կողմ գցեք, հեռու տարեք ձեզանից։ Չարություն, նենգություն, կեղծավորություն, նախանձ եւ ամեն չարախոսություն ինչ արեք, նորածին մանուկների պես փափագեք բանական անխարդախ կաթը, որպեսզի նրանով աճեք փրկության համար։ Եթե մեր կյանքում մեղքը կա, այդ մեղքը մեզ թույլ չի տալու, որպեսզի մենք հոգևոր առումով աճենք։ Մենք անընդհատ ուղակի կախված ենք լինելու, սենց փոքր երեխաների պես անընդհատ ընկնելու ենք, ամեն մի քամի փչելու է, մենք շուտ ընկնելու ենք։ Չենք կարողանալու շարունակենք, վազենք, հասնենք այնտեղ, ինչ որտեղ ուզում է Տերը։ Նորից եմ ասում, փրկության մասին չի խոսքը գնում։ Նրանք, ովքեր որ այս ընթացքի մեջ են, կյանքի ընթացքի մեջ են, կամ հոգևոր հասունություն ունենալու են, ձգտելու են դեպի սրբությանը, կամ ուղղակի փրկված լինելով, մնալու են մի կարգավիճակում ու կտեսնես մարդիկ, ովքեր որ տարիներով կարան գան եկեղեցի ու որևիցե փոփոխություն չկա։ Մարդը իր համար առանձնացրել է մի հատ աթոռ, վրեն գրել է, որ սա պատկանում է Արթուրին ու որևիցե մեկին չի թողնում, որ այդ աթոռին որևիցե մեկը նստի, որտեվ այդ իր սուրբ աթոռն է, իր սուրբ տեղն է, ու վերջ իր հոգևոր կյանքը փրկությունից հետո այդքանով սահմանափակվել է։ Գուցե ամեն Կիրակի հավատարմորեն են գալիս է եկեղեցի, բայց տեսնում ես որ կյանքի մեջ փոփոխություն չկա, հա, գիտության առումով բավականին շատ լավ գիտի, ինչքան քարոզներ ասեք, կարա նույնիսկ դրանից հետո կրկնի այդ քարոզները, բայց կյանքի մեջ փոփոխություն չկա։ Ինչի որտեվ մեղքեր կան, որը որ սիրում է, դեռևս դրա մեջ է եպվում։ Բեռներ կա, որը որ տարել է։ Ապրում է նենց, կարծես բան չի փոխվում, կարծես քարոզ ուղակի լսում է, գրի առնում եւ վերջ։ Այսօր քրիստոնյաները սիրում են ձգտեն
գիտեք հեշտության, ասեմ ավելին, նույնիսկ շատ դեպքերում կոմֆորտը դառնում է քրիստոնյաների համար մեղք եւ բեռ։ Մեր ցանկությունները, որ մենք չենք ուզում հարմարվենք, մի փոքր ինչ որ նեղություն, մի փոքր խնդիր, շատ հեշտ ուղակի մի կողմ ենք դնում։ Եվ կա նաև երկրորդ ծայրահեղությունը։ Այնքան ենք տրվում զվարճանքներին, նույնիսկ եմ ասում, զվարճանքները իրանք վատ բան չեն, սիրելիներ։ Կյանքի զվարթությունը էս ամեն ինչը Տերն է մեզ տվել։ Տերն է տվել, որ այս ֆիզիկական կյանքի մեջ էլ որոշակի ուրախություն ունենանք։ Բայց երբ որ շատ ենք տարվում այս ամեն ինչով, երբ որ ինչ-որ մի բան չափից ավելի տեղ է զբաղեցնում մեր հոգևոր կյանքի մեջ, այդ ամեն ինչը կամ դառնում է բեռ, կամ դառնում է մեղք։ Նույնիսկ այն բաները, որոնք որ նեյտրալ են կամ ինքնին նույնիսկ բարի են։ Ոնց որ օրինակը բերեցի Հակոստի։ Գիշեք Դավիթ թագավորը, երբ որ պետքա պատերազմեր Գողիաթի դեմ, ինչ տեղի ունեցավ։ Տեսան մի պատանի է ու պետքա գնա պատերազմելու, հաղթանդամ մի հատ տղամարդու հետ։ Դե ասում են լավ, այս տղեն ոնց կարա գնա պատերազմի։ Ու որոշում է կայացում, որ թագավորի զրահները պետքա տան այս պատանին։ Սիրուն հագցրեցին ամենաթանկարժեք զրահը, ամենապինդ զրահը, ու ինչ դրանով գնաց պատերազմելու, կռիվ անելու, չէ, Դավիթն ասում է, չեմ կարող շարժվեմ, էլի անսովոր է, հիմա այս ճիշտ է, մի կողմից լավ է, որ պաշտպանված եմ, բայց այս ամեն ինչը թույլ չի տալի շարժվեմ։ Հիմա մենք էլ գուցե եւ նման իրավիճակում ենք գտնվում։ Բարի ինչ որ լավ բաներով մեզ շրջապատել ենք, բայց այդ ամեն ինչը այն աստիճանը չափից ավելի դարձ է, որ իմ ու Աստծո հարաբերությունը խաթարվել է, իմ ընթացքը խաթարվել է Քրիստոսի հետ։ Այնքան եմ տարվել ծառայություններով, որ այդ ծառայությունների մեջ մոռացել եմ Աստծուն։ Այնքան եմ տարվել փող վաստակելով, որ լավ է, ընտանիքիդ համար ես հոգտանում, որ այս ամեն ինչը դարձել է բեռ կյանքիս համար, այն լավ ընթացքիս համար։ Այնքան եմ այս ամեն ինչը թողել, որ արդեն ոչ ընտանիքիս համար ժամանակ ունեմ, ոչ էլ Աստծո համար ժամանակ ունեմ, բայց որ հարցնեք մարդը ծառայության մեջ է։ Հասկանում եք, սա պետք է զգույշ լինենք, որտեվ այս ամեն ինչը շատ արագ կարա վերածվի ուղղակի այդ նեյտրալից, լավից դեպի վատը։ Մի բան, որը որ մեզ խոչընդոտ է հանդիսանալու։ Դա մեն եթե դուրս ենք եկե վազելու, ինչ անենք, ուղղակի ինչ որ ավելորդ բան ունենք, ուղղակի մի կողմ դրեք։ Մի կողմ դրեք, որպեսզի կարողանաք վազեք, որպեսզի ազատ լինեք։ Պողոս Առաքյալը հետևյալ խոսքերն է ասում նորից խոսելով մրցավազքի մասին, առաջի Կորինթացիս 9-րդ գլուխ 24-ից 27 համարներում, առաջի Կորինթացիս 9:24-ից 27։ Ասում է, չգիտեք, որ մրցասպարեզում վազողները բոլորն են վազում, այսինքն շատ մարզիկներ կան, բոլորով կանգնում են ու սկսում են վազել, բայց մեկն է մրցանակը ստանում։ Լսում եք։ Մեկն է մրցանակը ստանում։ Այն մեկը, որ ավելորդ բաները մի կողմ դրե, աշխատել է իր վրա։ Այդ աշխատանքը, երբ որ հավատում ես, սկսում ես աշխատել քո վրա։ Տերը սկսում է գործել կյանքիդ մեջ փոփոխություններ բերել։ Դուք այնպես վարզեք, որ մրցանակի հասնեք։ Այնպես վազեք, որպեսզի Տերը ինչ ասի, ապրես բարի հավատարիմ ծառա։ Արեցիր այն ինչ որ քեզ ասել եմ, այդ ձև վազեք։ Ոչ թե ուղղակի ձեր կյանքը հոգևոր ապրեք, որ մի ապաղաղ անցնում է, ինչ տարբերություն կա, դե այս Կիրակին էլ եկավ, անցավ գնաց, մի շաբաթ էլ անցավ գնաց, ինչ փոխվեց, դե ոչ մի բան, ապրում ենք էլի ուղղակի։ Ասում եմ, ձև մի վազեք այնպես, որպեսզի մրցանակի արժանանաք։ Եվ ամեն ոք, որ մրցում է, ամեն ինչում ժուշկալ է լինում, ուշադիր է լինում։ Հենց այնպես չի։ Ուղղակի չի հելել վազելու, ինքը ուշադիր է իր վրա, նպատակը մեկն է, հաղթանակը ուզում ունենա Տիրոջ համար, աշխատում է ինքը իր վրա, քնած չի, արդ նրանք մրցում են, որ մի ապականելի պսակ ստանան, այն ժամանակ տարբեր տեսակի պսակներ կային, դապնե պսակ կար, ձիթենու պսակ կար, Այս երբ որ վազում էին, այդ պսակն էին ստանում եւ այո, որոշակի ընդունելություն փառք էին ստանում իրանց համակարգացիների կողմից, որտեվ հաղթել են ու որոշակի արտոնություններ էին ունենում։ Բայց ուշադրություն դարձեք Պողոս Առաքյալը ասում է, այդ ամեն ինչը ինչ է, անցողիկ է, ապականացու է։ Իսկ մենք անապական,
Այսինքն մենք այն ինչ որ ակնկալում ենք Աստծուց, անցողիկ չի լինելու։ Դրա համար գանձեր ասում որտեղ պետքա դիզենք, երկնքում։ Գանձեր ասում մի դիզեք երկրի վրա, որտեղ որ գողը կա, որտեղ որ ցեցը կա, որտեղ որ ժանգը կա, այս ամեն ինչը անցնելու է։ Մի կարծեք, որ ժամանակ դնելով ձեր առողջության վրա կարողանալու եք այնպես անել, որ միշտ գեղեցիկ ու միշտ առողջ լինեք։ Չեք կարողանալու։ Այս ամեն ինչը մարմինը անցողիկ է։ Ամեն բան ինչ որ այս պայծրությամբ նյութական ձեզ համար շատ թանկ է, կարևոր է, այդ ամեն ինչը անցողիկ է, սիրելիներ։ Դա համար ասում եմ, մենք վազում ենք անապականելի մրցանակ ստանալու համար Քրիստոսին։ Այնպես եմ մրցում, ոչ թե օդը ծեծելով, այսինքն անիմաստ ժամանակ եմ անցկացնում, անիմաստ կարծես ինչ որ բաներ եմ անում, այլ իմ մարմինը ճնշման եմ ենթարկում եւ հնազանդեցնում, որպեսզի չլինի թե ուրիշներին քարոզելով ինքս անպիտան լինեմ։ Չլինի թե ես քարոզում եմ, ասում եմ հելեք, վազեք, գնացեք Տիրոջ համար, ու ես ինքս անպիտան գտնվեմ։ Ես ինքս չանեմ այն ինչ որ Տերը կանչում է։ Կարծես ոնց Պողոս ախր քարոզում ես, քարոզը լավ բան է, չէ՞։ Քարոզում ես ճշմարտությունը մարդկանց, բայց այս ամեն ինչը եթե դարձավ ուղակի սովորություն, ուղակի մի աշխատանք, ուղակի մի բան, որի մեջ որ ես երկար ժամանակ մնացել եմ, դա այդ ամեն ինչը ասում է անպիտան է լինելու։ Այդ ամեն ինչը Աստծո փառքի համար չեմ անելու։ Զուտ սովորություն է որպես լինելու։ Դա համար այս ձև մի արեք։ Տեսեք, երբ որ խոսքը գնում է աշխարհիկ մրցասպարեզին, այդտեղ կա մարզիկների միջև մրցակցություն։ Ամեն մեկը փորձում է հաղթի մյուսին։ Մենք նման մրցակցություն իրար մեջ չունենք, որտեղ իրականում մեկ գործի համար ենք մեկը բոլորս վազում։ Մեկ նպատակի համար ենք վազում։ Տերը բոլորիս կանչել է իր փառքի համար ծառայելու, ամեն մեկս տարբեր միջավայրում, տարբեր շրջանակներում։ Մենք մեկս մյուսով չենք ասում, հա, Արմեն եղբորից ավելի շատ քարոզեցի, կամ իմ իմաստությունը ավելի շատ է, քան ուրիշին։ Սրա մասին չի խոսքը գնում։ Խոսքը գնում է նրա մասին, որ անենք լավագույնը Աստծո համար։ Չլինի թե ուղղակի դանդաղ սովորական քայլում ենք։ Անում ենք լավագույնը օդի մեջ, ուղղակի չենք ծեծում։ Ուրեմն ինչ անենք, Եբրայեցիս 10-րդ գլուխ 35-ից 36։ Ուրեմն մի կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի։ Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծո կամքը կատարելով խոստումը ստանաք։ Հիմա այս խոստումը ստանալու համար ինչ է պետք։ Գալիս ենք երկրորդ կետին։ Պետք է հարատևություն։ Շարունակությունը կարդանք։ Երբ որ դեն գցեցինք ծանրությունը, երբ որ դեն գցեցինք ամեն մեղք, որ մեզ հեշտությամբ պաշարում, ասում է համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզը։ Գիտեք, այս համբերությունը բառացի նաև նշանակում է հարատևություն, նշանակում է հակառակվել այն խնդիրներին, այն խոչընդոտներին, որ մեր կյանքում հանդիպելու ենք։ Երբ որ այս բառը փորձեք գտնեք ընդհանրապես նոր գտականում, թե ինչքան անգամներ է օգտագործում, կտեսնեք, որ մեծամասամբ կար խնդիր, կար դժվարություն, եւ Աստծո խոսքը ինչ ասում, համբերի, համբերեք, հարատևեք, շարունակեք, մի կանգ առեք։ Այդ շարունակությունը, այդ հարատևությունը գուցե եւ խնդիրներով լինի, գուցե եւ դժվար լինի։ Մարզիկը երբ որ վազում է, առաջի պահերը, առաջի րոպեները բավականին հեշտ է, ինչի որտեվ մարմինը դեռևս այդ հոգնածությունը չի զգում։ Բայց պահը գալիս, որ արդեն մարզիկը ինչ է սկսում անել, մկաններն են սկսում լարվել, հոգնածությունն է գալի, այսինքն կամած սկսում ես ինչ անել, դժվարությանը հանդիպել, կամած խնդիրների առաջ ես կանգնում։ Ստեղ Եբրայեցիս նամակեղինն ասում է ինչ արեք, հարատևեք, համբերեք միջև վերջ արեք այն, ինչի մեջ որ ձեզ Տերը կանչել է։ Վազեք միջև վերջ, մի կանգ առեք։ Ու նորից փրկության մասին չի խոսքը գնում, որտեվ նույն Եբրայեցիս նամակի մեջ հեղինակն ասեց, այն նրանք, ովքեր որ հավատքից են, ինչ չեն լինի, չեն ընկնելու։ Նրանք հետ չեն կանգնելու, գուցե դանդաղել են, գուցե նստել են, գուցե իրանց այդ հավատքի կյանքի մեջ ինչ որ պաուզային, ինչ որ իրավիճակ է հայտնվել։ Բայց երբեք այդ ճանապարհից չեն գնալու։ Մենք էլ որպես եկեղեցի կարիք ունենք ինչ անելու, թափ տալու մեզ։ Կարիք ունենք նորից նոր շունչ խնդրելու Տիրոջից, որպեսզի վազենք։ Վազենք այնպես, ինչպես որ ինքն է կամենում։
Ինչի որտեվ նպատակը ուղղակի զուտ վազելը չէ։ Նպատակը զուտ քրիստոնյա կոչվելը չէ։ Այստեղ լինելու նպատակը զուտ Կիրակի օրը պաշտամունքին մասնակցելը չէ։ Այս ամեն ինչը ինքնանպատակ չէ, սիրելներ։ Այս ամեն ինչի մեջ ուզում ենք լավագույնն անենք Տիրոջ համար։ Լավագույն կերպով վազենք, որտեվ Աստված արժանի է լավագույնի։ Հիմա գուցե հարց առաջանա, ասենք լավ, բա ո՞նց անենք, դժվար ախր, չենք կարա, ուժ չունենք, խնդիրների առաջ կանգնած, դուք չգիտեք, թե օրինակի համար ես ինչ խնդիրների մեջով եմ անցնում, գուցե մարդկանց համար հեշտ լինի, այո, գուցե ինձ համար այս պայդրությամբ շատ ավելի հեշտ լինի, քան թե ինչի միջով որ դու անցնում ես սիրելիս։ Ես չգիտեմ ամեն մեկիդ կյանքում ինչ հարցերի միջով եք անցնում, բայց ես գիտեմ մի բան, որ Տերը հավատարիմ է։ Եվ Տերը խոստացել է, եթե ավելորդ բեռը, ավելորդ բաները մի կողմ դնենք, հարատևելով քայլենք, այդ պսակին արժանանալու ենք։ Դրան հավատում էր Պողոս Արաքյալը։ Ու պահ եկել, երբ որ արդեն կյանքի վերջն էր գալի, ասում էր մնացել է մի բան ինձ։ Աստծո առաջ կանգնել ու ստանալ այն կենաց պսակը, որ Տերը խոստացել է։ Սրանով էր ապրում։ Սրա մեջ է երևում մեր հավատքը, որ մենք դեռևս մի բան, որ տեղի չի ունեցել, հավատքով տեսնում ենք։ Այլ բան չի կարա լինի։ Դա ման ինչի կարիքն ունենք, երբ որ վհատվում ենք, երբ որ նեղություն ենք քաշում, արդեն խնդիր ունենք հարատևելու, ինչ պետք է անենք, մեր հայացքը պետք է ուղենք դեպի ում, դեպի Հիսուս Քրիստոսը։ Եվ այո, երրորդ կետը սրա մասին է, որ Քրիստոսով պետք է առաջնորդվենք։ Երբ որ քայլում եք, ձեր ոտքերի տակ եք նայում, թե չէ։ Չէ, ասի, մաման ասում է, հա, բայց պատկերացեք, ասենք, սենց քայլեք, էլի։ Երկար չեք կարա քայլեք։ Կամ պատկերացեք, ասենք, նրանք ովքեր որ վազում են, ուշադրություն ունենակ ոտքերին նայեն ու վազեն։ Կամ աչ ու ձախ նայեն։ Ասենք դիմացը չեն նայում, կողքից վազում են, ձեռով են անում, ժպտում են, բան, երկար կվազեն։ Չեն, գնալու են, չես կարա ձև երկար վազես։ Ֆուտբոլիստների հետ երբ որ պարապում ես, առաջի բանը, որ երեխեքին աշխատում ես սովորեցնես, որ իրանց հայացքը ոտքերից դեպի առաջ կտրեն, որ այնքան հմտանան, որ այլևս կարիքը չունի անընդհատ նայելու, ոտքը ճիշտ կառավարելու, որպեսզի գնդակը կարողանաս առաջ տանես։ Ինչի որտեվ եթե հմտացար դրա մեջ, շատ ավելի արագ ես կարողանալու շարժվես, բացի դրանից տեսնելու ես, թե ինչա տեղի ունենում շրջապատիդ մեջ, ու կարողանալու ես ճիշտ կողմնորոշվես, ում ճիշտ, պասը տաս, երբ ճիշտ հարվածես, ինչ ուղղությամբ հարվածես։ Բայց եթե հայացքդ ներքև է, ոչ մի բան էլ չես կարողանալու անես։ Նույնպես եւ վազորդի համար։ Դրա համար հիմա ուշադրություն դարձեք երկրորդ եւ երրորդ համարները։ Նայեք հավատքի զորագլխին եւ այն կատարողին Հիսուսին։ Սա կարևոր բառեր ասում։ Նայեք Հիսուս Քրիստոսին։ Օգտագործում է խոսք զորագլխին եւ այն կատարողին։ Հիսուս Քրիստոս մեկն էր, ով մեզանից առաջ ինչ արել, արդեն իսկ այս ամեն ինչը կատարել է, խաչի վրա խաչվելով ասեց կատարվեց, այս ամեն ինչը իրականություն դարձավ, ինչի որ կարիք ունեք ձեր կյանքի համար, այս ամեն ինչը Հիսուս Քրիստոս հավատքով գործեց Տիրոջ առաջ ու կատարեց։ Հիմա մեզ մնում է հավատքով ուղղակի հետևել Քրիստոսին, գնալ այն ճանապարհով, որ ճանապարհով, որ ինքը արդեն անցել է։ Մի կարծեք, որ Հիսուս չգիտի ինչի միջով եք անցնում, որտեվ մեր քահանայապետը ուղղակի քահանայապետ չի, այլ քահանայապետը, որ ամեն ինչով փորձվեց բացի մեղքից։ Սա նշանակում է, որ ինքը ձեր կաշվի մեջ եղել է, ինքը մարդու մարմին առավ ու բնակվեց մեր մեջ, ամեն ցավ, ամեն բան անցավ, դրա համար շատ հստակ գիտի ինչի միջով եք անցնում, դրա համար ասում ինքը ձեր առջևից քայլել է, գալիս է ձեր առաջնորդն է ինքը ու մեկն է, ով որ կատարել է այս ամեն ինչը։ Ճանապարհը ինքն է բացել։ Մենք հիմա նոր ճանապարհ չենք բացում, ուղղակի խավարի մեջ չենք քայլում, չգիտենք ուր է։ Նման իրավիճակում մենք չենք սիրելներ։ Մեր առջևից գնացողը Հիսուս Քրիստոսն է, դրա համար ինչ է ասում։ Ասում է քո անձից, քո խնդիրներից հայացքդ ուղի դեպի Քրիստոս, տաճարից, ծիսական արարողություններից հայացքդ ուղի դեպի Քրիստոս։ Կրոնավորությունից ուղի դեպի Քրիստոս, խնդիրներից ուղի դեպի Քրիստոս, չարչարանքից ուղի նորից դեպի Քրիստոս։ Ինչու որտեվ Քրիստոս ինչի կարիք որ ունենք կատարեց խաչի վրա։
Այդ գործը արդեն ավարտված է։ Ու դրանից հետո շարունակում է։ Ասում է, որն իր արչև դրված ուրախության փոխարեն փառք ուներ, ամեն ինչ ուներ Քրիստոս, որևիցե բանի պակաս չուներ։ Փոխարեն խաչը հանձն առավ եւ ամոթը արհամարելով Աստծո աթոռի աջ կողմում նստեց։ Գիտեք, երբ որ խաչել էին Քրիստոսին, ընդհանրապես երբ որ խաչում էին հռոմեացիները, ֆիլմերի մեջ գուցե կտեսնեք, որ հագուստ կա, բան կա, բայց հավանականությունը շատ մեծ է, որ որևիցե հագուստ էլ չկար։ Եվ բարձրությունը խաչի շատ անգամներ կտեսնեք, որ բարձր է նկարագրված, կարծես sense Հիսուս բարձր է, այն մյուս ավազակները մի փոքր ավելի ցածր են, նման բան չկար։ Հատուկ այնպես էին անում, որ մարդկային համարյա բոյի չափի լինի, որ այս ամեն ինչը ամոթ ձևով ներկայացվի եւ այո հрьяաների համար սա ամոթ էր։ Այն ժամանակվա համար մարդկանց համար սա ամոթ էր։ Խաչված մարդկանց թողնում էին այդ պարիսների քաղաքի ընթացող այդ հիմնական ճանապարհի վրա, ինչի, որ մարդիկ անցնել գնալով տեսնեին, հասկանային ու ամոթանք տային, թքեին։ Այս ամեն ինչը Քրիստոս տարավ։ Քրիստոս տարավ, որ ճանապարհը դրեց, որպեսզի ես եւ դու այլևս այս ամեն ինչ, այս ամոթը, այս չարչարանքը, այս տանջանքը չկրենք։ Դրա համար ինչ ասում, ասում եմ ձեր վրայից է, ձեր խնդիրներն ինչ են։ Այդ ամեն ինչ ուղղակի մի կողմ դրեք, ինչ արեք։ Ձեր հայացքը ուղղեք դեպի Քրիստոս։ Դեպի Քրիստոս ուղղեք ու վազեք։ Մեր գործը չէ թե դիմացիները վազում են, թե չեն վազում։ Ձեր գործը չի եկեղեցում ինչ որ մեկ ինչ որ բան անում է, թե չի անում։ Դա ձեր խնդիրը, ձեր հարցը չի։ Ում համար ենք անում։ Ում վրա է մեր հայացքը։ Հովանո ավետարանում 21-րդ գլխում կարդում ենք նման մի իրավիճակ։ Հիսուս խոսում է աշակերտների հետ ու հայտնում է, որ Պետրոսը շուտով պետքա իր համար մահանա։ Ու Պետրոսը ուշադրություն դարձեք, ինչ խոսքեր է ասում այդ ժամանակ։ Հովանո ավետարանում 21-րդ գլուխ 19-ից 22 համարները։ Այս ասած ցույց տալով, թե ինչպիսի մահով նա պիտի փառավորվի Աստծուն։ Այս ասելուց հետո ասաց նրան. «Արի իմ ետևից»։ Պետրոսին ասեց, ինչ մահով է մահանալու, ասեց ինչպես է փառավորելու Աստծուն, ու դրանից հետո ասում է. «Ես քայլում եմ քո առաջից, ինչ արա, արի իմ հետևից»։ Ահա Պետրոսը շրջվեց եւ տեսավ, որ իրենց ետևից գալիս է այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, Հովհաննեսի մասին է խոսքը գնում։ Եվ որն ընթրիքի ժամանակ նրան կրծքովն էր ընկել ու ասել էր. «Տեր, ով է, որ մատնելու է քեզ»։ Պետրոսը նրան տեսնելով Հիսուսին ասաց. «Տեր, իսկ սրան ի՞նչ է լինելու»։ Այսինքն Պետրոսը նայում է մնացած աշակերտներին արա գալիս, Հովհաննեսին էլ է տեսնում, ասում է. «Հիսուս, բայ իր հետ ի՞նչ է լինելու։ Իր կյանքը ո՞նց է ընթանալու»։ Հիսուս ինչ է պատասխանում։ Հիսուս նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա մնա, մինչև որ ես գամ, քեզ դրանից ինչ, դու արի իմ ետևից»։ Գիտեք, եթե մենք անընդհատ սկսենք աչու ձախ նայել, հա գտնելու եք եկեղեցում մարդկանց, ովքեր որ գուցե նստած են, իրապես բան չեն անում, հա, Տերը փրկել է իրանց, բայց դեռևս այդ հասունությունը չունեն։ Ուղղակի նստած են ու վերջ, որևիցե բան չեն անում։ Մենք ինչ ենք անում։ Շրջվում ենք, ասում ենք, Տեր, խիա նստած, կամ խիա քայլում, իմ հետ ինչի չի վազում, կամ ինչի այդքան գումար չի տվել, ինչքան որ ես եմ տալի, կամ ինչի այս հատակը չի ավլում, կամ ինչի չի քարոզում, հասկանում եք, այդ ինչիները ինչքան ուզում եք կարակ ասեք։ Հիսուս գիտեք ոնց է պատասխանում։ Ասում է, քեզ ինչ, ձեր ինչ գործ։ Ես ձեր առջևից գալիս եմ, վազեք, եկեք հետևիցս։ Ձեր ինչ գործ, ով ինչ է անում, ում համար եք անում։ Ձեր հայացք ուղղեք Քրիստոսի վրա, որտեվ եթե սկսենք աչու ձախ նայել, հիասթափվելու ենք, մենք էլ նստելու ենք բոլորս միասին, ասում ենք Տեր Աստված, ոչ մեկ չի վազում, ես խոմ մեջների կյաժը չեմ, կներեք այդ բառի համար։ Սիրելիներ, ձև չպետք է վարվենք մեզ։ Դրա համար Պողոս Սարաքյանն ասում է, որ վազում եմ, հասկանում եմ, որ պետք է լավագույն անեմ, կարծես դուրս եմ եկել մրցավազքի ու պետք է բոլորին հաղթեմ։ Ոչ թե ինձ համար, իմ եսի համար, այլ հանուն Քրիստոսի, որտեվ Տերս արժանի է լավագույնի։
Հիսուս կատարեց ամեն բան, ինչի որ կարիքն ունենք, ամեն բան արեց, դրա համար երրորդ համարում նորից քաջալերումը ասում է, ուրեմն նրա մասին մտածեք, երբ որ այս մտքերը գալիս է, ձանձրանալու, կանգնելու, նստելու ինչ որ մտքեր է գալի, ինչ արեք, նրա մասին մտածեք, ով մեղավորների կողմից իր դեմ այսպիսի հակառակությունը կրեց, ձեզ համար կրեց, մեղավոր մարդկանց համար կրեց, որպեսզի դուք ինչ անեք, չհոգնեք եւ չհուսահատվեք։ Հիշում եք սկիզբը կարդացինք Հիսուս ինչ ասեց, եկեք ինձ մոտ ու հանգստություն կգտնեք։ Վազել եք արդեն, հոգնել եք, միապաղաղ դառը ծառայությունը, այս ամեն ինչ ինչ արեք, այդ ամեն ինչը թողեք ուղակի, եկեք Քրիստոսի մեջ, Տերը ձեզ հանգստություն կտա։ Մտածեք իր մասին, մի մտածեք աչու ձախ, ով ինչ անում, ով ինչ չի անում, սրա մասին չի սիրելներ մեր կյանքը։ Այս ամեն ինչ ուղղակի մեզ խանգարելու է, դա դառնալու է բեր, դա դառնալու է մեղք մեզ համար, որ ուղղակի մենք էլ կանգնենք։ Ես չեմ ուզում որպես քրիստոնյա ուղղակի անպտուղ գամ Աստծո առաջ, որ Տերս ասի, հա, փրկված ես, հազիվ կրակից խանձված ես, փրկվել ես, արի մտի, հա, փրկել եմ քեզ, ու ոչ մի բան ուրիշ չունես։ Ոչ մի բան չես արել։ Պաշտամունքների մասնակցել ես խոսքը գիտեր, բայց բան չես արել։ Ես չեմ ուզում, որ ես այդ իրավիճակում լինեմ։ Ես չեմ ուզում, որ որևիցե մեկը, որևիցե մի քրիստոնյա նման իրավիճակով կանգնի Աստծո առաջ։ Ես կուզենամ, որ մենք որպես եկեղեցի վազենք։ Չնայենք աջ, չնայենք ձախ։ Ես կուզենամ ինձանից ինչ որ մեկը վազելով առաջ անցնի խոսքի մեջ, քարոզչության մեջ։ Ինչի որտեվ դրանից մենակ ուրախանալու ենք։ Դրանից մենակ ցնծալու են, որտեվ մեկը կա, ով որ Տիրոջ խոսքի մեջ էլ ավելի է հարատևում։ Ինձ համար դա քաջալերանք է լինելու առաջ վազելու էլ ավելի։ Բայց եթե տեսնեմ, որ դիմացիների համար այս ամեն ինչ ուղղակի ժամանակի անցկացնելու միջոց է ու հետաքրքրություն չկա, ծառայության մեջ մտնելու ցանկություն չկա, շատ դեպքերում մենք էլ ենք չէ հիասթափվում։ Մենք էլ ենք մարդկային առումով sense կարծես տրտմում ենք, բան ենք անում, դրա համար ինչ ունենք։ Կարիք ունենք նորից ու նորից այս բանը անդադ կրկնելու մեր կյանքում։ Պետք է դեն նետենք ամեն մի բան, որը որ մեր կյանքում խանգարում է։ Պետք է հարատևենք այն ամեն ինչի մեջ, ինչ որ Տերը մեզ կանչել է, որտեվ ինքը ամեն բան կատարեց ու կանչեց ու մեր առաջ գալիս է։ Ու ինչ է ասում։ Ասում է քեզ ինչ գործ։ Կապ չունի ինչ է կատարվում աշխարհում, կապ չունի ինչ է կատարվում եկեղեցում, դու իմ հետևից արի։ Վերջացնում եմ սիրելիներ Մատթեոսի 28-րդ գլխում 19-ից 20 համարներում, այս համարը բոլորդ էլ գիտեք։ Հիսուս նրանց ասեց. «Արդ գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին։ Արդ գնացեք, վազեք ու աշխարհը ինձ համար աշակերտներ դարձրեք»։ Ու վերջ գնացեք, դարձրեք, ոնց ուզում եք, ոնց կարաք։ Ասում է դարձեք բոլոր ազգերին նրանց մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, սովորեցրեք նրանց պահեն այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի, ուշադրություն դարձրեք։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը։ Տերը որ մեզ կանչել է այդ մրցավազքի, մենակ ուղակի չի ուղարկի, ասել է գնացեք ինչ ուզում եք արեք։ Խոսքը տվել եմ, կարողությունը տվել եմ, ինչ ուզում եք գնացեք արեք։ Ասում է ես ձեզ հետ եմ լինել, ոչ միայն մեզ հետ է, այլ մեր արջևից քայլում է։ Մեր արջևից գնում է սերներ։ Այս ձևի Տեր ունենք, այս ձևի առաջնորդ ունենք։ Եվ պետք է արժանի կերպով էլ վազենք։ Վազենք Տիրոջը գործի համար, Տիրոջը փառքի համար։ Ոչ թե մեր եսի, ոչ թե մեր ուղակի ցանկությունների, այլ Տիրոջը համար։ Այդ ժամանակ Աստված է փառավորվելու։ Ու պահ կգա, կասենք հիմա մնացել է ընդամենը ինչ անելու, պսակը ստանալու Տիրոջից ու վերջ։ Արդեն կյանքից վերջը հասնում է։ Երանելի էր Պողոսը, որ եկավ այդ վիճակին ու ասեց. վերջ, արդեն կյանքս ավարտին է հասնում։ Չէր լացում, չէր ինչ որ մազերը պրճոկում, էլի եմ ուզում վայելեմ այս կյանքը, չգիտեմ, Վրաստանից Ցինցինատելան հələ չեմ գնացել, sense բաներ չէր ասում։ Ասեց այն ընթացքս ինչ որ Տերը կանչեց, կատարեցի։ Հիմա մնացել է ուղղակի Տիրոջ առաջ կանգնել։ Դա համար այս հավատքով նայեք Քրիստոսին, որտեղ չենք տեսնում ֆիզիկապես։ Ֆիզիկական աչքերով չենք կարող տեսնենք, բայց հոգևոր առումով պետքա դեն նետենք ամեն բան, հարատևենք ու մեր հայացքը ուղենք դեպի Քրիստոս։ Ու տենց Տերը կփառավորվի մեր կյանքերում։ Եկեք աղոթենք։
Տեր Աստված փառք են քեզ տալի, որտեվ դու արժանի ես ամեն փառքի։ Դու քո որդուն ուղարկեցիր, որը որ դարձավ մեզ համար կատարյալ օրինակ, որը որ ոչ միայն ցույց տվեց ճշմարտությունը, այլ նաև ճանապարհ հարթեց եւ կարողությունը տվեց այդ ամեն ինչը կատարելու, Տեր։ Դու մեզ սրբեցիր, մաքրեցիր, քեզ զավակ դարձրեցիր, Տեր, եւ մենակ չթողեցիր։ Եվ ասացիր, որտեղ որ մենք գնանք, Տեր, քո անունով քո գործի համար դու այնտեղ ներկա ես, դու մեր հետ ես, Տեր։ Եվ այո, սա քաջալերական է, Հայր, որտեվ այն ճանապարհը, որ տանում է դեպի փրկություն, այո, նեղը, փշոտ է, քարքարոտ է, քչերն են գնում, բայց գիտենք, որ այդ ճանապարհի մեջ մենակ չենք, Տեր։ Այս ընթացքի մեջ մենակ չենք, ով Հայր։ Համար աղոթում եմ, որ Տեր այցելություն անես նրանց, ովքեր որ դեռևս քեզ չեն ճանաչում, դեռևս այս մրցավազքի մեջ չեն, Տեր։ Դու ողորմիր նրանց սրտի հետ խոսիր, որ դարձի գան ապաշխարեն եւ հանձնվեն, այո, հանգստություն գտնեն քո մեջ, Տեր։ Իսկ եթե մարդիկ կան մեր մեջ, որոնք որ թուլացել են, որոնք որ հիասթափվել են, որոնք որ կորցրել են ուղղությունը, թե որտեղ գնան, ինչպես գնան, Տեր, օգնի, որ թարմություն մտնի մեր հոգևոր կյանքում։ Օգնի, որ նորից մեր հայացքը վեր բարձրացնենք դեպի քեզ, որպես մեր զորագլխին, որպես մեկի, ով որ ամեն բան կատարեց, եւ հետևենք քեզ, Տեր Աստված, վազելով գնանք քո հետևից, Տեր, որ չլինի թե մեր կյանքում միջև հիմա մեղքեր լինեն, Տեր Աստված, այն մեղքերը, որոնք որ քեզ համար զզվելի են ու ատելի են, որ չլինի թե բեռներով ծանրաբեռնված, Տեր Աստված, մեր հայացք ուղենք ուրիշ բաներին, օգնի, որ որպես եկեղեցի, այո, աղ եւ լույս լինենք, ու այս մրցասպարեզը վազենք այնպես, ինչպես որ քեզ է հարիր, Տեր, ինչպես որ դու ես մեզ կանչում, ու ամեն ինչի մեջ թող որ միմիայն քո փառքը հայտնի լինի եւ դու փառավորվես Հիսուսի սուրբ անունով, ամեն։